Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում։ Նրանցից մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն, հայտնել է Ազատություն ռադիոկայանը։ Հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը լրատվականի հետ զրույցում պատմել է, որ Լարիսա Ստեփանյանը վերջին պահին անհասկանալի ձևով անհետացել է։ Ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն փնտրել, մի քանի րոպե ման են եկել, բայց չեն գտել։ Լարիսան 73 տարեկան է։ 2020 թվականի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել, ապրում էր Ստեփանակերտի կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում։ Ավելի վաղ Լարիսան Բաքվից եկած լրագրողներին ասել էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ իր տուն Հադրութի Տող գյուղ գնա։ 73-ամյա կինը այս հարցով նույնիսկ հեռակա Ալիևին էր դիմել։ Այս դեպքից հետո կնոջ մասին տեղեկություն չկա, հայտնի չէ, թե նա որտեղ է։ Հայաստանի զինված ուժերում փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության գործունեությունը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, որոնք հաստատել են հոգևորականներն ու ընդդիմադիր պատգամավորները, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաման է ստորագրել, որով չեղարկվել է դեռևս 2000 թվականից գործող հոգևոր առաջնորդության ինստիտուտը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշում է ստորագրել, որով չեղարկել է հանգուցյալ Վազգեն Սարգսյանի ժամանակվա որոշումը։ Մեկ պահ պատկերացրեք, Սուրեն Պապիկյանի որոշմամբ չեղարկվել է Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունը։ Սուրեն Պապիկյանի որոշման հրամանի համաձայն փետրվարի 1-ին այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայությունը, հոգևոր առաջնորդությունը, հոգևոր առաջնորդի ինստիտուտը վերանում է։ Իսկ բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ։ Գնդերեսները պետք է դառնան զինվորականներ։ Գնդերեսներ, որ 1997 թվականի հանգուցյալ Գարեգին Վեհափառի եւ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ անցնող բոլոր տարիներին ծառայել են մեր զինված ուժերում, եղել են մեր զինվորի կողքին։ Նույնիսկ մարտական գործողությունների ժամանակ գնդերեսներ, որոնցից զոհեր եղան 44-օրյա պատերազմում։ Երևանի կայազորային հոսպիտալի հոգևոր հովիվ Տեր Պսակ Քահանա Մկրտչյանը Նյուզեյմի հետ զրույցում հայտնել է, որ որոշումն արդեն դրվել է գնդերեսների սեղաններին։ Նրա փոխանցմամբ կառույցը լուծարվել է միակողմանի, առանց մայրաթոռի հետ որևէ քննարկման։ Իրանը մերժում է ամերիկյան պահանջները համաձայնության հասնելու վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիա այցի ժամանակ։ Այս կերպ Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ն երբեք բանակցությունների չի գնացել, այլ պարբերաբար Իրանին պարտադրել է ինչ-որ բան անել, իսկ դա բանակցելու հետ բացարձակ կապ չունի։ Այս ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ նոր համաձայնության գալ, կրկին հիշեցնելով տարածաշրջանում տեղակայված մեծ թվով ռազմանավերի մասին։ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ եթե Իրանը գնա կտրուկ քայլերի կամ չհամաձայնի բանակցել խաղաղ պայմաններում, տեղակայված զորքերը կսկսեն ռազմական գործողություններ։ Այս ինքնաբուխ հայտարարություններին ի պատասխան Արաղչին շեշտել է, որ Իրանը պատրաստ է թե բանակցությունների, թե պատերազմի ցանկացած պահի, ընդգծելով, որ Իրանը երբեք չի ծրագրել միջուկային զենք մշակել։ Գերատեսչության նախարարն ընդգծել է, որ Իրանը միշտ պատասխանհարված է հասցնում իրենց երկրում պատերազմ սկսողներին եւ իրենց ոչինչ երբեք չի խանգարում։ Mom, Uncle Frank won't let me watch the movie, but the big kids can. 71 տարեկանում մահացել է կանադացի դերասանուհի եւ սցենարիստ Քեթրին Օհարանը։ Լուրը հայտնել են նրա գործակալն ու մենեջերը, նշելով, որ մահվան պատճառը նրա կարճատև հիվանդությունն է եղել։ Օհարան իր դերասանական կարիերայի ընթացքում կերտել է բազմաթիվ կերպարներ՝ էգոիստ մայրապետից մինչև խուճապահար մայր։ Սակայն նրա հայտնիության գագաթնակետը դարձավ Տանը մենակ ֆիլմի 2 եթերաշրջանը, որտեղ մարմնավորում էր կամակոր տղայի՝ Քևինի մայրիկին։ Բացի տագնապարմոր կերպարը, Քեթրինը կարողացել է հեռուստադիտողին փոխանցել մոր եւ որդու կապը, որը նկատելի է եղել անգամ կադրից դուրս։ Երբ Հոլիվուդի փառքի ծառողում հայտնվել էր Քևինի դերակատար Մքոլի Կալկինի աստղը, նա առաջիններից երում գրկել էր Կալկինը։ Ցավալի լուրը անտարբեր չի թողել նաև Մքոլիին։ Նա Instagram-ի իր էջում հուզիչ գրառում է արել, շեշտելով, որ այժմ բարկացած է։
Մեջբերում. Մայրիկ, ես կարծում էի, որ ժամանակ ունենք, ես ավելին էի ուզում, ես ուզում էի նստել քո կողքին գտնվող աթոռին, ես լսեցի քեզ, բայց ես շատ ավելին ունեի ասելու, ես սիրում եմ քեզ, կհանդիպենք ավելի ուշ։ 2020 թվականին Քեթրինն արժանացել է Emmy և Golden Globe մրցանակների, Schitt's Creek հեռուստասերիալում խաղալով էգոիստ տնջացող, բայց գրավիչ մայրապետ Մոյրա Ռոզի կերպարը, նա կրկին հիացրել էր իր հեռուստադիտողին։ Մոսկվայի երկնքում նկատվել է 3 լուսին։ Այս երևույթը տեղի է ունենում, երբ օդի սառցե բյուրեղներում լույսը բեկվում է։ Այդ ժամանակ առաջանում է պատրանքը։